օրենքի կապիտուլյացիա Փաշինյանի կատարմամբ։ Նա ոտքի վրա համաներում է հայտարարել խմացության համար վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին։ Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության դեմ իսրայելական հեռուստաալիքին նոր սադրանքին հայկական կողմի փոխարեն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։ ԱՄՆ-ում Լիբանանի եւ Իսրայելի միջև ձեռք բերված նոր հրադադարի պայմանավորվածությունից ժամեր հետո իսրայելական բանակը արվածել է Լիբանանի հարավային հատվածներին։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում դուք դիտում եք ձեր սիրելի հաղորդումը իրականում ու պարզ, տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կողլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ հետևեք մեր մյուս հարթակներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Հայաստանում այսօր մի նոր աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ օրենքի կապիտուլյացիա։ Երկրի գործող ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, որ հիմա բուռն քարոզարշավի մեջ է, ոտքի վրա համաներում է հայտարարել ալկոհոլի ազդեցության տակ ղեկին նստելու համար վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին։ Սա այն դեպքում, երբ օրեր առաջ հենց Փաշինյանն էր վարորդներին ասել, որ ներքին գործերի նախարարի հետ քննարկել է հարցը ու պարզել, որ օրենքը որևէ բացառություն թույլ չի տալիս ու պետք է այդ քաղաքացիները նոր վարորդականների համար քննություն հանձնեն։ Իհարկե Փաշինյանն ասել է, թե իր այս որոշումը հանրային քննարկում պետք է անցնի եւ այլն, բայց պարզ է, որ քաղաքացիների այդ խումբը մինչեւ ընտրություններ ստանալու է ուզածը։ Դավիթ, կարծում եմ այստեղ ոչ միայն ակնհայտ ընտրակաշառքի կամ նախընտրական, այսպես նյութական խոսման դեպքի հետ գործ ունենք, բացի սա նաև մի շարք այլ խնդիրներ են առաջացնում այս տեսակ ճակերտների մեջ որոշումները, որոնք կայացվում են ոտքի վրա պետության ղեկավարի մակարդակով։ Այո, այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է պետական ինստիտուտները կամ օրենքի գերակայությունը զոհաբերվում կարճաժամկետ որևէ խնդիր լուծելու համար, դա է օրինակ կարճաժամկետ խնդիրը ընտրազանգված ձեռք բերելը, որտեղ զոհաբերվում է արդեն ընդհանուր գերակաշար գտնվող օրենքը։ Օրենքի, այսինքն նարատիվը նման կերպ է լինում հիմնականում, օրենքով տարբերակ չկա, բայց բացառության կերպով կլինի, այստեղ ստացվում է, որ օրենքից ավելի վեր մարդ կա կանգնած եւ ուղղակի կատարում է մարդկանց համար այնպիսի քայլ, որը օրենքով թույլատրելի չէ, կամ մտնում է գործարքի մեջ, ինչը սահմանադրությամբ արգելվում է հենց օրինականության սկզբունքի մասին օրենքում։ Այստեղ նախընտրական շրջանում ոչ մի էական նյութական խոստումներ կամ որևէ բան իրավունք չունի այդ քաղաքական գործիչը տալ այդ ընտրազանգվածին կամ ընտրողներին կամ շրջանցող մեխանիզմներ առաջարկել, որը կարող է հանգեցնել ինչ-որ փոփոխությունների։ Քաղաքացուն հրամցվում է այն թեզը, որ քաղաքական գործի կամքը ավելի բարձր է, քան օրենքը, որը շատ սխալ է եւ թույլատրելի չի կարելի համարել հատկապես ժողովրդավար երկրում։ Այստեղ նաեւ անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս քաղաքացիների համար, օրինակ նրանց, ովքեր նույն պատճառով զրկվել են վարորդական իրավունքից, չեն եկել կառավարության մոտ բողոքի ակցիաների եւ պահանջներ չեն ներկայացրել պետությանը, հաշտվել են այն օրենքի հետ, որը գործում է, գնացել են, պարապել են, օրենքով սահմանված կարգով նորից հանձնել են գործնական քննություններ, տեսական քննություններ եւ վերականգնել են իրենց իրավունքը վարորդական, դրա համար նաև վճարելով իդեպ պետությանը եւ նաև անհավասար պայմաններ այն քաղաքացիների համար, ովքեր հիմա փորձում են առաջին անգամ վարորդական իրավունք ստանալ եւ նրանք նորից անցնում են նույն օրենքի պարտադրած այդ պահանջով քննություններ տեսական, գործնական եւ մենք գիտենք, որ գործնականը հատկապես շատ են բողոքները քաղաքացիներից, որ հնարավոր չէ եւ քաղաքացիներ կան, որ 1 տարի, 2 տարի անընդհատ կտրվում են այդ գործնական քննությունից եւ այդպես էլ չեն կարողանում վարորդական իրավունք ստանալ ու հիմա նրանք միացնում են հեռուստացույցը եւ իմանում, որ Նիկոլ Փաշինյանի մեկ այսպես հրովարտակով քաղաքացիները, ովքեր շատ կոպիտ խախտել են օրենքը եւ մյուս քաղաքացիների կյանքը վտանգելով նստել ղեկին ալկոհոլի ազդեցության տակ, նրանք համաներում են, նրանց համար համաներում է հայտարարվում նախընտրական այս թեժ շրջանում եւ կարողանում են շատ հանգիստ վերականգնել իրենց վարորդական իրավունքները։
Այո, իմ ընկերներից մեկը 8-րդ փորձից կարողացավ ստանալ վարորդական իրավունք, որը շատ զարմանալի է։ Անդրադառնամ մյուս կեղծիքին, դեմոկրատական կեղծիք է դա կոչվում, երբ որ ասվում է հանրային քննարկում կլինի։ Դա, ինչպես նշել եմ, պատասխանատվության պատվիրակման խնդիր է, այսինքն պատասխանատվությունը ցանկանում են կիսել հանրության հետ, ասելով, որ եթե օրինակ այդ արփած վարորդները կրկին կատարեն այդ մեղքը եւ ավելանան պատահարները, կարող են ասել, որ ժողովուրդն էր ցանկանում զուտ ժողովրդի համար այդ ամենը կատարվի եւ ժողովուրդը կիսում է այդ մեղավորությունը, սակայն օրենքով շատ հստակ նշված է, թե ինչ ճանապարհ պետք է անցնի, դա նրա համար է, որպեսզի մարդը արդեն այդ բարդությունը զգալով հասկանա, որ պետք չի խմած օրինակ վարել մեքենան։ Երկրորդ կետը, որին ցանկանում եմ անդրադառնալ, ասվել էր, որ 13 բալի փոխարեն կունենան 6, այսինքն ավելի քիչ հնարավորություն խախտումներ կատարելու։ Դա կրկին շատ սխալ է, որովհետև օրինակը կարող եմ այլ կերպ բերել։ Օրինակ, եթե համալսանից դուրս մնացած ուսանողներին համալսանի ռեկտորը ասի, ես ձեզ ընտրություններից առաջ ետ կվերցնեմ առանց քննության, բայց դուք եկող տարի 5 առարկայի փոխարեն կանցնեք 3 առարկա, դա նախ ազնիվ չէ, թե այդ ուսանողների համար ազնիվ չի լինի, թե առհասարակ, որովհետև լավ մասնագետ դժվար թե կարողանան նման քիչ քանակությամբ դասերով հասնել, նույնն էլ այս վարորդների հանդեպ է եւ նրանց հանդեպ էլ այդ քայլը այդքան էլ ազնիվ չէ, որովհետև ավելի լավ է հանձնեն եւ ունենան այդ 13 բալը եւ խմած առհասարակ չնստեն ղեկին։ Այո, այստեղ նաև պետական ինստիտուտների հարց կա։ Նրանց դերը եւ ինքնուրույնությունը այս տեսակ որոշումներով թուլանում է եւ ըստ էության նրանք նույնպես դառնում են, այսպես կարող ենք ասել, խաղալիք մի անձի ձեռքում, ով այդ պահին ղեկավարում է ով այդ պահին ղեկավարն է տվյալ երկրի։ Հետևաբար, իսկապես, երբ մենք ասում ենք, որ պետական ինստիտուտները պետք է կայանան, չպետք է լինեն այսպիսի գործողություններ, որ պետական ինստիտուտները կայանան։ Եվ եթե հիշում ես, մենք 3 ընդհանրապես խոսում էինք այն մասին, որ քարոզարշավի առաջին շաբաթը մենք ամփոփեցինք ու եզրակացրինք այն, որ քաղաքացիները ամենաշատը անարդարությունից են բողոքում։ Իրենց զգում են շատ ոչ արդար միջավայրում ապրող մարդիկ եւ այս որոշումը ոտքի վրա, որը կայացրել է այսօր Հայաստանի վարչապետը, փաստում է եւս մեկ անգամ այն, որ մեր անարդարության այս միջավայրը ավելի խորանում է, քան դա մեղվում է եւ չնայած, որ հենց ինքը Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար հայտարարում է, որ օրինակ ինքն էլ շատ դժգոհ է Հայաստանում արդարադատության մակարդակից, դատարանների աշխատանքից եւ այլն, բայց մենք գիտենք, որ ինքը անձամբ նպաստում է, որ այդ անարդարությունը, այդ զգացումը խորանա թե քաղաքացիների մոտ եւ ընդհանրապես վստահությունը նաեւ պետական ինստիտուտների նկատմամբ։ Այո, պետությունը սկսում է զոհաբերում է իր անվտանգության կանոններն ու օրենքները, հանուն շատ կարճաժամկետ խնդիրների, դա է օրինակ վերընտրվելը, կամ մեկ այլ վտանգ այդտեղ, եթե նման կարճաժամկետ խնդիրների լուծելով է զբաղվում ղեկավարությունը կամ պետությունը, հետագա խնդիրների մասին դեռ չմտածելով, կարծես թե տպավորություն ստեղծվի, որ այժմ խնդիրը լուծենք, եթե հետո շատանան վթարները եւ վարորդները շարունակեն նույն խախտումները, նոր հետագայում կմտածենք, դա շատ սխալ է, հեռանկարային չէ եւ պետք է ինստիտուցիոնալ փորձել լուծել այդ հարցերը եւ վերջ դնել նման կարճաժամկետ եւ սխալ որոշումներին։ Այո, եւ նաեւ այն հայտարարությունը, թե մենք սա կդնենք հանրային քննարկման այսպես, դա գիտենք, որ պոպուլիզմի բացարձակ օրինակ է եւ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չի, որ դիմում է այդ տեսակ, այսպես ասենք, մանիպուլյացիայի 2018-ին նա հանրապետության հրապարակում հայտարարում էր, որ եթե այնպիսի մի լուծում լինի Ղարաբաղյան հարցում, որը ես կարծեմ, որ մեզ համար ընդունելի է, կգամ ժողովուրդ եւ այստեղ ձեզ հետ միասին կքննարկենք եւ մենք տեսանք, որ մի գիշերում ստորագրվեց այդ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, հետո 2022 թվականին նա Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում ամբողջությամբ առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, առանց որևէ մեկի հետ քննարկելու, էլ չենք խոսում ինչ որ հանրային քննարկման մասին։ Այո, եւ նույնը Հայաստանի սահմանների մասին, երբ որ դեմարկացիա եւ դելիմիտացիա էր անցկացվում, նախապես հայտարարվել էր, որ որևէ հողի կտոր նույնիսկ 1 մետր կամ սանտիմետր, եթե փորձեն փոխանակել կամ հանձնել կամ որևէ բան, պետք է լինի քվեարկություն եւ ժողովուրդը պետք է ընդունի այդ ամենը, ապա հնչեց
արեց հայտարարություն, որ ժողովուրդը չի գիտակցում այդ ամենը, ինչպես կարող է նա հստակ հասկանալ ինչումն է բանը եւ քվեարկել։ Դե մենք այդտեղ նաև արդեն գործ ունենք սահմանադրական կարգի տապալման այդ, որովհետև մայր օրենքն է արգելում որևէ տարածքային փոփոխություն վերաձևակերպում երկրի պետական սահմանների առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կարծիքը հանրաքվեի միջոցով հարցնելու դու չես կարող որևէ տեսակ որոշում կայացնել, որը վերաբերում է քո պետական սահմանների վերաձևակերպմանը, վերափոխմանը։ Եվ մենք այս դեպքում տեսնում ենք արդեն, որ առանց որևէ հանրային քննարկման անգամ դա տեղի է ունենում եւ մեզ ուղղակի մնում է այդ իրականությունը ընդունել կամ ուղղակի հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ Հայաստանում, ինչպես ասում են, իրավիճակ փոխել, որովհետեւ այս տեսակ գործողությունները իսկապես վտանգում են եւ թուլացնում են մեր պետական ինստիտուտները, որոնք դեռ գոյություն ունեն եւ դեռ մեզ կարողանում են պահել որպես պետություն։ Մենք համոզվել ենք, որ մեզ մոտ այդպես մեծամասնություն ցանկալի չէ որևէ ուժ լինի, որովհետև տեսնում ենք սկզբում աշխատում են կարծես թե քիչ թե շատ լավ, ապա վերածվում է ինչ-որ մեկ մարդու ցանկությունների, ինչ-որ կատարման վայրի, ցանկալի կլինի մեծ թվով մարդիկ մասնակցեն եւ հնարավորինս ամեն մեկ ինչ ցանկությունը եւ որ ուժին համակրում է այդտեղ տալ, ոչ թե տրվեն նման քարոշչական թեզերին, որ եթե այս մարդը, ապա այլ երկրի գործակալն է կամ առասարակ, որովհետև դա սխալ է, պետք չէ ճնշումների տակ կամ ուղղակի չսիրելով մեկ ուժին գնալ ընտրել այնպիսի ուժ, որին դու ինքդ էլ չես ցանկանում, պետք է պատասխանատու կերպով լինել եւ պահանջել, որովհետեւ եթե չես պահանջում եւ չես հետաքրքրվում, չես ապաթիա ես մատնում ամեն բան, ապա նման պատկեր անընդհատ մենք կստանանք։ Այո, հակակշիռների մեխանիզմի մասին է ըստ էության դու խոսում, որը իսկապես Հայաստանում այսօր չկա, որովհետեւ ազգային ժողովի մեծամասնությանը քաղաքացիական պայմանագրին այսօր որևէ հակակշիռ ուժ Հայաստանում որպես պետական ինստիտուտ, որը կարող է հանդես գալ, չկա եւ նրանք ըստ էության մեծամասնությամբ կարող են ընդունել ցանկացած օրենք, այդ թվում նաեւ սահմանադրության մեջ ինչ որ օրենքների փոփոխություններ կատարել, ինչ որ կետեր փոխել մայր օրենքում, հետեւաբար մենք իսկապես պետք է շատ լուրջ մտածենք, թե ինչպես է մեր երկիրը զարգանալու, ինչպես ենք տեսնում մեր երկրի ապագան, արդյոք այս նույն կերպ, երբ մեկ անձը որոշում է ամբողջ երկրի ճակատագիրը եւ չի էլ թաքցնում ու հայտարարում է, որ կառավարությունը ես եմ ու այն ով ինձ հետ համաձայն չէ, ով իմ կարծիքի դիրքորոշման հետ համաձայն չէ, կարող է դիմումը գրել ու հեռանալ։ Այո, եւ ցանկալի կլիներ ժողովրդին, երբ որ լսում էին որևէ կարծիք, որը չի համընկնում նրանց քաղաքական թեզերի հետ, ցանկալի կլիներ հանգիստ պայմաններում, այսպես ասած, բանավեճի կերպով բացատրել կամ հասկացնել, եթե սխալ է, ոչ թե ուղղակի մեղքը գցել օրինակ ընդդիմության կամ այլ ուժերի կամ ասել, որ դուք սխալ նարատիվների տակ եք, դա մանիպուլյատիվ է եւ ցանկալի չէր լինի մեր երկրում տեսնել նման իրավիճակ, ցանկալի կլիներ առողջ քննարկումներ լսել եւ դա ավելի կբարձրացներ մարդկանց հետաքրքրվածությունը քաղաքականությամբ։ Այո, եւ ես կարծում եմ նորից ասեմ այդ միտքը, որ հունիսի 7-ը շատ լավ առիթ է, որպեսզի մեր քաղաքացիները իրենց համանդրական իրավունքը հնարավորինս ակտիվ կերպով ռեալիզացնեն, գնան ընտրությունների, ակտիվ մասնակցություն լինի այս հունիսի 7-ի ընտրություններին եւ մենք վերջապես Հայաստանում տեսնենք փոփոխություններ, որոնք այդքան շատ պետք են մեր պետությանը, մեր երկրին։ Այո, ես չեմ կարող ավելի լավ բացատրել եւ ավելացնել որևէ բան, ես դու։ Անցնենք առաջ եւ մեր հաջորդ թեման։ Եվրատեսիլում Իսրայելի պատվիրակության, Իսրայել պետության Հայաստանի նկատմամբ սադրանքը նոր աղմուկ է ստացել եւ նոր զարգացում է ստացել։ Մենք հասկացանք, որ հայկական կողմը որևէ արձագանք չունի այն փաստին, որ իսրայելական հեռուստաալիքը Հայաստանի անվան դիմաց դրել է ադրբեջանական դրոշը, որովհետև ոչ մեր արտգործնախարարությունը, ոչ հանրային հեռուստաընկերությունը որևէ կերպ չարձագանքեցին այս միջադեպին եւ այսօր բոլորի իզարմանս բոլորի այդ դեպքին անդրադարձել է Հայաստանում Իրանի դեսպանատունը տարածել հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված է մեջբերեմ ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ, Հայաստանը պատմական եւ քաղաքակրթական ազգ է եւ Իրանը միշտ եղել է նրա կողքին, գրել է Իրանի դեսպանությունը իր տարածած հայտարարությունում, իսկապես զարմանալի է, որ հայկական կողմը որևէ տեսակի հայտարարություն չարեց, եթե անգամ նրանք հիմա այդպես շատ բուրըն քարոզարշավի մեջ են մեր իշխանավորները, վստահաբար այս
աղմուկը նրանց էլ հասած կլինի գոնե սոցցանցերի միջոցով, որովհետև այնտեղ շատ ակտիվ քննարկվում է այս թեման, եւ թե ինչու որևէ կերպ հայկական կողմը գոնե հանրային հեռուստաընկերությունը, որը պաշտոնական ներկայացնողն է այդ մրցույթը մեր երկրում, որևէ կերպ չարձագանքեցին, դա իսկապես շատ տարօրինակ է եւ տարակուսելի է եւ կարծես թե նաեւ տեղավորվում է այս իշխանության այսպես խաղաղության դարաշրջանի մեջ։ Հատկապես որ այդ իսրայելական հեռուստաընկերությունը պետական է եւ մասնավոր չէ, ցանկալի կլիներ պետության մակարդակով հնչեցնել, սակայն մեր սփյուռքի ներկայացուցիչներն են այնտեղ ձայն բարձրացրել, ինչպես անցած տարի, օրինակ իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնոմորյանը գրել էր եւ նշել, որ անցած տարի նույնիսկ դիմել էր Եվրոպական հեռարձակողների միություն այդ հայտարարությունների հետ կապված, որտեղ նրանք հայտարարել էին, միթե այս տղաներին մենք տվել ենք Իսրայել Երուսաղեմից հատված թե ոչ, հայերի մասին էր խոսքը։ Այժմ էլ նույն հեռուստալիքը ցուցադրել էր արդեն Ադրբեջանի դրոշով Հայաստանի անվան փոխարեն։ Նա նշել է, որ կփորձեն ճշտել, թե ում քայլերն է, դա պատահական է եղել թե ոչ, որ հասկանալի է, որ դժվար թե 2 տարի անընդմեջ պատահականություններ լինեն, եւ նրանք արձագանքել են, ինչպես միշտ մեր հայ համայնքը ցանկանում է առհասարակ հայերի պատիվը բարձր պահել, սակայն այստեղից չի ստանում պատշաճ օգնություն եւ աջակցություն։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելում հայկական համայնքի, հայկական թաղամասի վրա տեղի են ունենում հարձակումներ, այդ տեսարանները մենք հաճախ վերջին տարիներին տեսնում ենք քարերով, մահակներով հարձակվում են մերոնց վրա եւ Հայաստան պետությունը որևէ խիստ դատապարտող հայտարարություն չի անում, ավելին մենք Իսրայելի հետ հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրները փոխադարձաբար բացել են դեսպանատներ, բայց դա կարծես թե ոչ թե լավացրել է մեր հարաբերությունները, այլ մնացել է այնպիսին, համենայն դեպս ինչպիսին մինչև այդ էր, չնայած ես չեմ հիշում, որ տարիներ առաջ այսքան ագրեսիվ լիներ Իսրայել պետությունը Հայաստանի նկատմամբ, ինչքան որ մենք նկատում ենք այս վերջին տարիներին եւ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Այո, նրանց քաղաքականությունը բոլոր հարևանների եւ մյուս երկրների հետ բավական ագրեսիվ է, դա անդրադարձել է նաեւ այլ փոքրամասնություններին Իսրայելում գտնվող, որոնցից են հայերը, եւ կարծես թե մենք փոխանակվել ենք միայն դեսպաններով, նույնիսկ դեսպանատան չի ասել, այսինքն մակարդակը մեր հարաբերությունների այդքան էլ լավ չէ, ինչպես ներկայացվում է, ավելի վաղ Լիբանանի մեր դեսպանությունն էր կատարում այդ դերը, որը այժմ բավարար չէ եւ հիշենք, որ մեր արտգործ նախարարությունը հայտարարում էր, որ նրանք ոչ թե համայն հայության արտաքին գործերի նախարարության, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սակայն նույն բանը նույնպես չտեսանք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, երբ որ օգնության կարիք ունեն։ Եվ այո, շատ ցավալի է, որ նման քաղաքականություն ենք մենք որդեգրել, որովհետև տարիներ շարունակ Սփյուռքը եւ Հայաստանը միմյանց հետ միասին են կարողացել հաղթահարել խոչընդոտները, իսկ այժմ ուղղակի Սփյուռքը մնացել է միայնակ այնտեղ իրենց խնդիրներով, մենք այստեղ մնացել ենք կրկին միայնակ մեր խնդիրներով։ Եվ վերադառնալով դրոշի թեմային, դա մեր պետության սիմվոլներից մեկն է, խորհրդանիշներից մեկն է, եւ սա պետական խնդիր է, ինչքան էլ որ երկի մրցույթ է, Եվրատեսիլ է, ինչ որ մի բան, բայց այնուամենայնիվ այդ մրցույթի համար իդեպ պետական բյուջեից նույնպես մեր մասնակցի պրոմոտորերի, մեր մասնակցի լավ ներկայանալու համար պետությունը նույնպես վճարումներ է անում, պետական բյուջեից գումարներ են հատկացվում եւ այնտեղ ինչ որ տեղի է ունենում, դա միանշանակ պետության խնդիրն է նույնպես, հետեւաբար մենք այսպես ակնկալում ենք գոնե որ հայկական կողմը որևէ կերպ այսօր Հայաստանում Իրանի դեսպանությանը, դեսպանին, որ շատ ակտիվ են, հասկանալի է իհարկե այսպես ենթատեքստը, թե ինչու էր հիմա այս հայտարարություն անում, որտեղ անցած տարի օրինակ երբ նույն միջադեպը եղել էր հայկական պատվիրակության հետ, Իրանի դեսպանությունը որևէ հայտարարություն չէր արել, հիմա պարզ է այդ պատերազմական, կիսապատերազմական վիճակը եւ այլն, եւ սա նաեւ քարոզչական այսպես հարց է, բայց այնուամենայնիվ նրանք այդ քայլը արել են եւ մենք գնահատել ու շնորհակալ լինել բնականաբար չենք կարող։ Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Եվրատեսիլին, ընդհանրապես այդ մրցույթին ավելի ակտիվ հետևողները սոցցանցերում ինչ են խոսում, որ հիմա այս մրցույթին Հայաստանում հետաքրքրությունը այնքան բարձր չէ, ինչքան որ ժամանակին էր։ Հիշում ենք, որ տարիներ առաջ դա կարծես թե ամբողջ մի պետական հարց էր դարել, թե ով այդ տարի կմասնակցի Եվրատեսիլ երկի մրցույթին Հայաստանում, ով կներկայացնի, բուռն քննարկումներ էին արտիստի շուրջ
շուրջ, որը ընտրվում էր մասնակցության համար, բուրըն քննարկումներ են այն երկի շուրջ, որը ընտրվում էր եւ տարբեր սուր քննադատություններ էր։ Հիմա մենք անգամ երևի թե չգիտենք թե ինչ տեսակ երկ ենք ուղարկել Եվրոպա եւ ընդհանրապես այդ երկի մրցույթն էլ շատ այսպես փոքրացել է ու դարձել մի այսպես փոքրամասնության այսպես քարոզի կենտրոն կարծես թե Եվրատեսիլը եւ կարծում եմ հասկանալի է խոսքը ինչի մասին է եւ ում մասին է հետեւաբար երևի թե նաեւ մենք պետք է վերանայենք ընդհանրապես մեր վերաբերմունքը այս մրցույթին եւ մեր մասնակցության հարցը վերանայենք Այո, հատկապես երբ որ ջուրի գնահատականը արդեն ավելի քիչ կարևորություն ունի, քան հանրությունը որ քվեարկում է, որովհետև կարծես թե անցած տարի թե ավելի վաղ Իսրայելի ներկայացուցիչը ահռելի քանակով ուղղակի դրսից ձայներ ստացավ եւ դրա հաշվին ուղղակի հաղթող ճանաչվեց, որը մեծ արձագանք առաջացրեց, որովհետև այդքան էլ ուրախ չեն Եվրոպայում, որ Իսրայելը մասնակցում է, հաշվի առնելով վերջին տարիների նրա որդեգրած քաղաքականությունը։ Այո, այսքանով ավարտենք այս թեման եւ մեր վերջին թեմային անդրադառնանք։ Անվավեր հրադադար եւ դիվանագիտական փակուղի Մերձավոր Արևելքում կրկին անորոշ վիճակում է իսրայելական բանակը հայտարարել է Գազայում Համասի ղեկավարությունից Իզալդին Ալ-Հադադի սպանության մասին, որը առանցքային ներկայացուցիչ էր ողջ մնացած ներկայացուցիչներից Համասի ռազմական գործողություններ էին սկսել Գազայում կրկին Այդ գործողությունները ծավալվել էին ոչ միայն Գազայի հատվածում, այլև Հորդանան գետի արևմտյան հատվածում, այնտեղ վերաբնակ իսրայելցիները մտել էին թաղամասեր, ծեծել էին մարդկանց եւ հորդորել լքել իրենց տները շարունակում են նրանց կոշտ քաղաքականությունը, որը խրախուսվում է Իսրայելի պետության կողմից։ Իսրայելը շարունակել է Լիբանանին հարվածներ հասցնել, չնայած որ ավելի վաղ հայտարարվել էր 45 օրով, եթե չեմ սխալվում, Ընդամենը 3 գիշերը հայտարարվեց, որ ԱՄՆ-ում ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այո, զարմանալի այդ պայմանավորվածությունը ինչի մասին է, որովհետև եթե Իսրայելը կռվում է Հեզբոլլահի հետ, ցանկալի կլիներ Հեզբոլլահի հետ գար համաձայնության, ոչ թե Լիբանան պետության հետ, որովհետև Լիբանան պետությունը իր զորքերը քաշել է եւ մարդկանց էվակուացնում այդ հատվածից։ Ներողություն, ես կարծում եմ, որ հենց այստեղ է, ինչպես ասում են, թաղված շանգելուխը, որ նրանք Լիբանան պետության հետ կնքում են հրադադար, բայց հայտարարում են, որ մենք չենք կռվում Լիբանան պետության հետ, մենք հարվածում ենք Հեզբոլլահին, իսկ որտեղ են Հեզբոլլահի դիրքերը Լիբանանում, ովքեր են տուժում լիբանանցիները։ Այո, եւ դրանք շարունակում են օկուպացնել Լիբանանի հարավային հատվածները, այնտեղ արդեն ծավալվել է եւ ոչ միայն գյուղերից են հայտարարում, որ մարդիկ լքեն իրենց տները, այլ նաեւ միացել են քաղաքները, Տյուրոսի եւ Նաբաթիայի շրջանները նույնպես ասել են մարդկանց լքեն իրենց տները, հաշվի առնելով, որ 1 միլիոնից ավել մարդ արդեն չի կարողանում վերադառնալ իր բնակարաններ եւ տներ, սա շատ մեծ թիվ է։ Հիշեցնեմ, որ նրանց քաղաքականությունը չի սահմանափակվում Լիբանանով եւ Պաղեստինով, Իսրայելը տանկերով եւ զինտեխնիկայով մուտք է գործել Սիրիայի տարածք, զարմանալի է, որովհետեւ կարծես թե Սիրիայի հետ նրանք ընկել էին համաձայնություն եւ Գոլանի բարձունքները գրավելուց հետո պետք է դադարել այդ ամենը եւ տեսնում ենք այն պատկերը, որ Իսրայելը մուտք է գործում արդեն Սիրիայի տարածք եւ շարունակում է այդտեղ իր գործողությունները, որը զարմանալի որովհետև պատճառ չունի որպես այդպիսին, որովհետև ղեկավարությունը փոխվեց իրենց միջնորդությամբ եւ կարծես թե խաղաղ է այժմ Սիրիայում, որքան էլ որ զարմանալի կարող է հնչել այդ ամենը։ Հետաքրքիր է թե ինչ դեր ունի ընդհանրապես Միացյալ Նահանգները, շատ կարծես թե սիմվոլիկ է նրա դերը, որովհետև ըստ էության նա վստահաբար գիտի, որ Իսրայելը չի պահպանում հրադադարը եւ շարունակում է հարվածները Լիբանանի տարածքում կապ չունի թե դրանք Հեզբոլլահի դիրքերին են թե Լիբանանի կանոնավոր բանակի ուղղությամբ են, միևնույն է դա Լիբանանի տարածքն է եւ այդ երկրի տարածքն է օկուպացվում, որի հետ կնքվել է հրադադարը։ Եվ այս դեպքում այս անհասկանալի իրավիճակը, անհասկանալի դերը Միացյալ Նահանգների խոսում է նրա մասին, որ ըստ էության այդ ամենը ինչ որ տեղի է ունենում, ուղղակի ձևական բնույթ ունի, բայց Միացյալ Նահանգները, որը իրեն փորձում է դիրքավորել այսպես աշխարհի գլխավոր խաղացողներից մեկը, շատ մեծ հեղինակային հարված է ստանում, իր հեղինակության ըստիս մեծ հարված է ստանում, երբ նրա տարածքում կնքվում է հրադադար եւ հրադադարի կնքվելուց ժամեր հետո այդ կողմերից մեկը խախտում է այդ հրադադարը, այսինքն Միացյալ Նահանգների խոսքը այլևս կարևոր չէ։
Առաջին դեպքը չէ, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելը որևէ պայմանագիր է կնքում եւ անմիջապես դա խախտում է։ Հետաքրքիր վերլուծություն կար, ասվում էր, որ Իսրայելի նպատակն է տարածաշրջանում լինել միակ ուժը եւ նույնիսկ Միացյալ Նահանգները նրանք ցանկանան տեսնել ավելի թույլ վիճակում, որպեսզի զսպող որևէ բան չկարողանան կատարել։ Այդ վերլուծությունը կատարում էին թե արաբները, թե Իսրայելը, բայց ընդդիմադիր ավելի հայացքներով մարդիկ, ովքեր դեմ են Իսրայել պետության գոյությանը։ Այնտեղ նշվում էր, որ Իսրայելի գերնպատակն է չեզոքացնել բոլոր հնարավոր ուժերին տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս, որպեսզի միայն լինեն նրանք այն ուժը, որը կարող է անձամբ որոշել եւ անձամբ կատարել որոշակի գործողություններ եւ կարելի է փաստել, որ Իրանի դեմ պատերազմը, երբ որ Միացյալ Նահանգների ներքաշվեցին սխալ ինֆորմացիա տալով, որը կարծես թե վարչապետ Նեթանյահուն չհերքեցել, որ սխալ ինֆորմացիա են տվել, գիտակցելով, որ հնարավոր է չավարտեն արագ այդ հակամարտությունը, կարելի է ենթադրել, որ այո, այդ վերլուծությունները կարող են իրավունք ունենալ, գոյություն ունենալ։ Եվ այստեղ նաև շատ հետաքրքիր իրադարձություններ են կարծես թե տեղի ունենում, որոնք դեռևս այսպես ակնհայտ մեզ համար չեն երևում։ Իրանի դեմ Իսրայել ԱՄՆ հակամարտությունը կարծես թե նոր փուլ է գնալու, նոր փուլ է սկսվելու, որովհետև հիմա այսօր անգամ New York Times-ն էր գրել այն մասին, որ ներողություն Իսրայելը եւ ԱՄՆ շատ ակտիվ պատրաստվում են նոր հարձակումների Իրանի դեմ եւ քիչ առաջ մի տեղեկություն է եկել, որ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու турքերի կարգը շուտով հրապարակելու մասին։ Սա այսինքն նշանակում է, որ մի ժամանակ Հորմուզի նեղուցով այդ նավերը մինչև պատերազմը անցնում էին առանց որևէ турքի։ Հիմա, երբ պատերազմից հետո է, Իրանը ավելի խստացնում է Հորմուզի նեղուցում նավագնացությունը եւ հիմա այդ պատերազմի հետևանքով տուժում են բազմաթիվ երկրներ, ովքեր այդտեղով բեռներ էին տեղափոխում։ Այո, դա շատ կարևոր է, որովհետև Իրանը գտել է այն լծակը, որով կարող է ճնշել ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ առհասարակ աշխարհը, եւ աշխարհի տերությունները կարծես թե այդքան էլ համաձայն չեն այդ Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականությանը։ Նման քաղաքականությամբ Իրանը փորձում է ճնշել թե Իսրայելին, թե Միացյալ Նահանգներին եւ փորձել քաղել այն գումարը, որը նա կարող է օգտագործել վերականգնելու իր տարածքը, քանի որ Միացյալ Նահանգները չի տալիս այն երաշխիքները, որը հարկավոր է Իրանին եւ պատերազմ սկսելու նոր ցանկության մասին այդպիսի հայտարարություններ չհնչեց կամ պայմանավորվածություն չկա, որ ԱՄՆ-ն չի դիմի նոր հարձակման։ Նույնիսկ Մարկո Ռուբիոն հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը, որ Չինաստանը եւ ասիական մյուս երկրները պետք է ավելի շահագրգռված լինեն Հորմուզի նեղուցի բացվելով, որովհետեւ նրանց դա ավելի շատ է կարեւոր, այսինքն նրանք սկսել են հակամարտություն առած խորհրդակցելու եւ այժմ ցանկանում են պատվիրակել իրենց մեղավորության բաժինը աշխարհի մյուս երկրներին։ Եվ վերադառնալով Լիբանանում ընթացող պատերազմի, որը արդեն 2 ամսից ավել է ընթանում է եւ մենք գիտենք, որ 3000-ից ավել զոհեր կան այնտեղ, Իսրայելը արդեն Լիբանանի հարավային շրջաններում ավելի շուտ երկրի ամբողջ տարածքի 5-ից 6% օկուպացրել է, մոտ 50-ից ավելի բնակավայրեր վերցրել իր վերահսկողության տակ եւ այնտեղ ապրող մարդիկ ստիպված մի քանի 100,000 մարդ ստիպված լքել են իրենց տները եւ շարունակվող այս Լիբանանում պատերազմը բնականաբար տեսնում են Իրանում եւ հասկանում, որ իրենց հետ էլ հակամարտությունը չի ավարտվել եւ Իրանն էլ կարծես թե դեռևս որևէ այսպես խաղաղություն հաստատելու նշաններ ցույց չի տալի, շատ լավ իմանալով, որ դա պարզապես այսպես ձևական ժամանակ շահելու մի բան կլինի հակառակորդի կողմից, որը անպայմանորեն ուզում է շարունակվի հակամարտություն, մասնավորապես Իսրայելի մասին է խոսքը եւ վերջնական կապիտուլյացիայի հասցնել Իրանին, ինչը կարծես թե այդքան էլ ռեալ չի այն պայմաններում, այն իրականության մեջ, որ հիմա կա Իրանը։ Այո, առանց զորքեր մտցնելու Իրանի տարածք եւ ցամաքային գործողության հնարավոր չի լինի հասնել այն նպատակներին, որոնք հնչեցրել եւ հայտարարել է թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները, իսկ զորք, եթե նրանք փորձեն մտցնել Իրանի տարածք, դա շատ ցավալի կարող է վերջանալ այն երկրի համար, ով որ ցանկանա մուտք գործել, որովհետեւ Իրանը դարեր շարունակ պատրաստվել է եւ միշտ եղել է իր տարածքում, գիտի ինչպես կռվել եւ զարգացրել է իր տեխնոլոգիաները եւ համագործակցում է իր դաշնակիցների հետ այնպես, որպեսզի կարողանա համապատասխան եւ համարժեք պատասխան հասցնել։ Կարծում եմ, որ կգտնվի այնուամենայնիվ աշխարհում մի ուժ Ամերիկայից բացի, ով կկարողանա կանգնեցնել Իսրայելին եւ այն արունայեղությունը, որը արդեն մի քանի տարի շարունակ նա ակտիվ գործում է Մերձավոր Արևելքում։
Այո, ընտրությունները կարևոր են թե Միացյալ Նահանգներում սպասվող, թե Իսրայելում, որովհետև կարծես այնտեղ հասարակությունն էլ հոգնել է անընդհատ պատերազմի մեջ գտնվելուց եւ այդպես ատելի լինելով մյուս երկրներում, որովհետև օրինակ եթե տուրիստներն այցելում են տարբեր երկրներ, նրանց հայցային մեղադրանքներ են հնչում, սակայն կարող է նրանք չեն կիսում իրենց ղեկավարության քաղաքականությունը, այո, շատ ցավալի է ընդհանուր պատկերը եւ ցանկալի կլինի վերջապես որ վերջ դրվի այս արյունահեղություններին, որը արդեն շատ երկար տարիներ է շարունակվում։ Ավարտենք։ Այո։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, մեզ ուղիղ եթերում հետևելու համար այս շաբաթվա մեր աշխատանքը մենք ավարտում ենք, կհանդիպենք ձեզ հետ երկուշաբթի օրվանից սկսած, իսկ դուք շարունակեք մնալ 21 TV-ի եթերում եւ հետևել 21 TV News-ի աշխատանքին, մենք ամեն առավոտ ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 1-ը ամեն ժամ ներկայացնում ենք թարմ լրահոս։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։